Հանուն Հոր եւ Որդվո եւ Որդին Սրբո ամեն։ Այսօր 5-րդ կիրակին է մեծ պահքի եւ այսօրվա կիրակին, ինչպես նախորդ կիրակիները, իր ավետարանական անունն ունի։ Կոչվում է Դատավորի կիրակի։ Մարդը, երբ Աստծո կողմից արարվեց, կյանքի կոչվեց եւ դրվեց դրախտի պարտեզում, մարդը Աստծո ներկայության մեջ էր, Աստծո հետ խոսակցության մեջ էր, Աստծո հետ հարաբերության մեջ էր։ Եվ մարդը հենց դրա համար էր արարված, որպեսզի մարդը Աստծո հետ լինի։ Մարդը միշտ Աստծո հետ հարաբերության մեջ լինի։ Բայց ցավոք սրտի գիտենք, որ այդ հարաբերությունը խաթարվեց եւ մարդը հեռացավ Աստծուց, իր կամքով հեռացավ, Աստծուն մերժելով, Աստծո պատվիրանը մերժելով, ինքը իրեն հեռացրեց Աստծուց եւ կյանքից մահվան փոխվեց, կորցրեց կյանքը, կորցրեց Աստծո ներկայությունը իր կյանքում։ Եվ հիմա մենք անցանք մեծ պահքի կիրակիների շղթայով արտաքսում անառակի կիրակի ապաշխարություն, դարձ դեպի Աստված, հաջորդ կիրակին, տնտեսի կիրակին, թե Աստծուն դառած մարդը այս աշխարհի մեջ ինչ մտայնությամբ պիտի ապրի, որտեվ այս աշխարհը երկու հիմնական բաղադրիչներ ունի, կամ երկու մասեր ունի, նյութական եւ հոգեվոր, նյութական աշխարհ եւ հոգեվոր աշխարհ, եւ մարդը այդ երկուսի համադրությունն է, որտեվ մարդը ունի նյութական մարմին եւ ունի հոգի, Աստվածաշնորհ հոգի, եւ մարդը այս երկուսի միջև է գտնվում։ Եվ ինչպես պիտի այս երկուսը իրար հետ հաշտեցնի, կամ ինչ հարաբերությամբ պիտի ապրի։ Եվ անցած կիրակի խորհուրդը հետեւյալն էր. նյութը պիտի ծառայի հոգուն։ Գլխավորը նյութը չի, գլխավորը մամոնան չի, գլխավորը Աստված է, որին պիտի ծառայեցնենք մամոնան, նյութը, մարմինը, նյութական աշխարհը հոգու փրկության համար է։ Նյութական ամեն ինչը պիտի ծառայի մեր հոգու փրկությանը։ Այս մտայնությունը պիտի ունենա Քրիստոսին դառած մարդը, քրիստոնյա մարդը, որ ապրում է այս աշխարհի մեջ։ Այսօրվա կիրակին ինչ է։ Այսօրվա կիրակի խորհուրդը, մինչև խորհրդին անդրադառնալը, կարդամ այսօրվա ավետարանական հատվածը, որ քիչ առաջ ընթերցվեց բեմից գրաբարով։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծո արքայությունը, նա պատասխանեց եւ ասաց. Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, ու չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև Աստծո արքայությունը ներսում ձեր մեջ է։ Իսկ աշակերտներին ասաց. կգան օրեր, եւ դուք կուզենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել եւ չեք տեսնի։ Եվ եթե ձեզ ասեն, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետև ինչպես փայլակը երկնքի ներքևից փայլատակելով երկրի երեսը լուսավորում է, այնպես էլ կլինի մարդու որդին իր օրում։ Բայց նախ նա պետք է շատ չարչարվի եւ մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի եւ մարդու որդու օրով։ Ուտում էին ու խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտավ եւ ջրհեղեղ եղավ եւ բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես ինչպես Ղովտի օրով էլ եղավ։ Ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին ու շինում, եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ ու ծծում տեղավ եւ բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է լինելու այն օրն էլ, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով տանիքում է եւ իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն, եւ ով որ հանդում է, նույնպես թող ետ չդառնա, հիշեցեք Ղովտի կնոջը,
ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, եւ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշեր, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի եւ մյուսը պիտի թողնվի։ Եվ եթե երկու կին միասին աղալից լինեն, մեկը պիտի վերցվի եւ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, նրանցից մեկը պիտի վերցվի եւ մյուսը թողնվի։ Պատասխան տվին եւ ասացին նրան. որտեղ Տեր։ Եվ նա ասաց. ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։ Մի առաքել ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն եւ չձանձրանան, ասաց. մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. իմ ոսոխի դեմ իմ դատը տես։ Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում։ Դրանից հետո ինքն իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրիկինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. լսեցեք ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր ցերեկ աղաղակում են, եւ նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Այս առակն էլ ասաց ոմանք, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են եւ արհամարհում էին ուրիշ շատերին։ Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի եւ չէր կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. Աստված ների ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, սա իջավ իր տունը արդարացած, ոչ մյուսը, որովհետեւ ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։ Մենք հասանք անցած կիրակի, որ մարդը, դարձի եկած մարդը մտայնություններ ուղում է աշխարհի մեջ։ Ինչի համար եմ ապրում, ինչի համար եմ ապրում, ուր եմ գնում, ես ինչ պիտի անեմ։ Եվ մտայնությունը ավետարանական հետևյալն էր, որ նյութական ամեն ինչը նպատակ չի։ Նպատակը մարդու հոգին է, հոգու փրկությունը, եւ ամեն ինչը պիտի ծառայի դրան։ Դա միայն հոգու փրկության համար է։ Մամոնայից ձեզ համար բարեկամներ արեց, ասաց Աստված։ Չեք կարող ծառայել մամոնային, նյութին եւ Աստծուն։ Շարունակությունը այս կիրակին է։ Լավ, մարդը ճշտեց իր մտայնությունը, ո՞նց պիտի ապրի աշխարհի մեջ։ Որն է մարդու գլխավոր գործը։ Այս կիրակի խորհուրդը այդ գլխավոր գործի մասին է։ Մարդիկ եկան, փարիսեցիները հարցրին Հիսուսին, ասեցին. երկնքի արքայությունը ինչպես պիտի գա, ո՞նց պիտի գա, երբ պիտի գա։ Եվ Քրիստոսն ասում է. երկնքի արքայությունը այնտեղ մի փնտրեք, երկնքի արքայությունը ձեր ներսում է։ Այսինքն արտաքին փնտրտուքով, արտաքին աշխատանքով մենք չենք հասնելու փրկության։ Ներսում պիտի լինի ինչ որ պիտի կատարվի։ Քրիստոսն ուրիշ տեղ ավետարանում ասում է. մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ աղոթիր հորը ծածուկ, եւ Աստված, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Այսինքն մտիր քո սենյակը, մտիր քո ներսը, քո սրտի մեջ, քո հոգու մեջ, փակիր քո դռները, փակիր քո արտաքին զգայարանները եւ Աստծո հետ մտերմացիր։ Այս կիրակի խորհուրդը աղոթքն է։ Աղոթքը ամենակարևոր գործն է, որ մարդը կարող է անել աշխարհի մեջ։ Աղոթքից կարևոր գործ չկա։
Որտեվ աղոթել նշանակում է լինել Աստծո հետ։ Մարդը Աստծո հետ էր բաժանվեց, հիմա որպեսզի մենք Աստծո հետ լինենք, մենք պիտի աղոթենք։ Մենք պիտի սովորենք աղոթել, մենք պիտի հասնենք աղոթելու։ Աղոթել հեշտ բան չի, ինքնըստինքյան չի լինում, մարդը պիտի սովորի աղոթել և պիտի հասնի դրան։ Գիտեք, պրիմիտիվ բան եմ ասում, բայց շատ էական է։ Ամեն մեկս, եկենք մեր ներսում մտածենք, մեզ համար աշխարհի ամենակարևոր զբաղմունքը կամ ամենասիրելի զբաղմունքը, ամենահաճելի զբաղմունքը, որ մեզ ուրախություն է պատճառում, որ մեզ երջանկացնում է, ինչն է։ Եթե աղոթքն է լավ է, բայց միանշանակ չի, որ այդպես է։ Մենք շատ ու շատ բաներ շատ ավելի հաճույքով ենք անում, քան աղոթում ենք։ Մենք շատ ու շատ գործելով ավելի եռանդուն ենք զբաղվում, քան աղոթքով։ Մենք շատ բաներ ավելի ենք սիրում, քան աղոթելը։ Ուրեմն ինչ-որ մի բան ճիշտ չի մեզանում։ Ինչի համար։ Եթե մենք չգիտենք ինչ աղոթքը ուզղակի մեզ համար ինչ-որ բաներ ասել է, ինչ-որ բաներ անել է, այս անիմաստ բան է։ Աղոթքը ինչ է։ Աղոթքը Աստծո հետ լինել է։ Եթե ինձ համար այգում աշխատելը ավելի հաճելի է, քան Աստծո հետ լինելը, ուրեմն ես քրիստոնյա չեմ դեռ։ Եթե ինձ համար կերուխումի սեղանի շուրջ նստելը ավելի հաճելի է, քան Աստծո հետ լինելը, ուրեմն ես քրիստոնյա չեմ։ Եթե ինձ համար համերգի գնալը կամ հյուր գնալը ավելի հաճելի է, քան աղոթքը, ուրեմն դեռ ես քրիստոնյա չեմ։ Որտեվ ես գերադասում եմ համերգը, աշխատանքը, մարդկանց, քան Աստծուն։ Աղոթքը Աստծո հետ հարաբերություն է, Աստծո հետ լինելն է։ Դրա համար Հովհան Ոսկեբերան ասում է, աղոթքի ամենամեծ արդյունքը այն է, որ աղոթքի պահին մարդը Աստծո հետ է։ Ոչ թե ինչ-որ մի բան ստացար, խնդրեցիր, Աստված տվեց, լսեց, չլսեց, այլ դու այդ պահին Աստծո հետ ես։ Եվ սա է աղոթքը։ Եվ Սուրբ հայրերն ասում են, որ մենք պիտի հասնենք այդ վիճակի, աղոթքի մեջ։ Այսօր եկել էինք աղոթքի պատարագի։ Մենք Աստծո հետ ենք, թե Աստծո հետ չենք։ Մենք Աստծո ներկայության մեջ ենք, թե չէ։ Սա անհատական է։ Ամեն մեկը ինքը պիտի ասի, ինչքանով իր ինքը պատարագի ժամանակ Աստծո հետ։ Ինչքանով իր ինքը պատարագի ժամանակ մտել իր ներքին սենյակը, փակել իր դռները, ամեն ինչից կտրվել եւ Աստծո առաջ կանգնել։ Ինչքանով իր ինքը Աստծո ճշմարիտ ներկայության մեջ։ Ինչքանով իր աղոթքը հոգով եւ ճշմարտությամբ, որովհետեւ Քրիստոս մեր Տեր ավետարանում ասում է Աստված հոգի է եւ նրան երկրպագողները, այսինքն պաշտողները, աղոթողները պիտի հոգով եւ ճշմարտությամբ պաշտեն Աստծուն։ Հոգով եւ ճշմարտությամբ։ Ուրեմն ինչ էր ասում ավետարանը։ Ասում էր այստեղ այնտեղ մի փնտրեք երկնքի արքայությունը։ Երկնքի արքայությունը դրսից չի գալու, երևալու ձևերով չի գալի։ Այդ երկնքի արքայությունը դուք ձեր ներսից պիտի ծնեք։ Եվ երբ որ դուք ձեր ներսից ծնեք երկնքի արքայությունը եւ դուք երկնքի արքայության մեջ հայտնվեք, այս հոգեվոր վիճակն ապրեք ձեր կյանքում այս աշխարհի մեջ լինելու, այն ժամանակ դուք նաեւ կարժանանաք երկնքի արքայության։ Վաղճանի օրը, Քրիստոսի գալստյան օրը։ Բայց ինչ է ասում, զգուշացնում է մեր Տերը։ Ասում է 51 Նոյի օրերում ինչ էր։ Մարդիկ զբաղված էին իրանց կենցաղով, հոգսերով, առօրյայով, առնում էին, ծախում էին, շինում էին, կառուցում էին, էփում էին, թափում էին, կին էին առնում, մարդի էին գնում ու հանկարծ ջրհեղեղ եկավ։ Պարզվեց այդ բոլոր մարդկանց մեջ մի հոգի էր, որ աղոթում էր։ Մի հոգի էր, որ Աստծո հետ էր ապրում իր կյանքը։ Մի հոգի էր, որ պատրաստում էր այդ օրվան Նոյը։ Մենակ Նոյը փրկվեց, մյուսները կործանվեցին։ Ղովտի օրինակն է բերում։ Ասում է մարդիկ առնում էին, ծախում էին, գնում էին, գալիս էին, կառուցում էին, շինում էին, կին էին առնում, մարդու էին գնում, եւ ինչ եղավ։
երբ որ կրակ եւ ծծուն թափվեց երկնքից Սոդոմ Գոմոր քաղաքների վրա, մի հոգի եղավ։ Մի հոգի եղավ, որ Աստծո հետ էր։ Մի հոգի եղավ, որ աղոթքի մեջ էր, Ղովտն էր, որը փրկվեց, մնացածը բոլորը կործանվեցին։ Եվ ասում է, այդ ընթացքի մեջ, Աստծո հետ լինելու ընթացքի մեջ հետ մի նայեք, թե ինչ մնաց, ինչ թողեցինք, վայ տունս, վայ տեղս, վայ, չգիտեմ, այս ինչ բանս, վայ այն ինչ բանս, վայ գործս, վայ, չգիտեմ, ունեցվածքս, վայ մեքենաս, վայ, չգիտեմ, ուրիշ ինչ բաներ, իմ պաշտոնը, իմ փառքը, իմ անունը, չէ, ասում է, հենց հետ նայեցիք, տեղ չեք հասնի, աղի արձան կդառնաք, ինչպես Ղովտի կինը հետ նայեց փրկության ճանապարհից, շրջվեց, հետ նայեց եւ ինքը չփրկվեց, աղի արձան դարձավ։ Տեր Հիսուս երկու փոքրիկ առակներով մեզ աղոթքի մասին ուսուցումներ է փոխանցում։ Ինչպես պիտի աղոթենք։ Առաջինն ասում է այն մասին, որ անընդհատ եւ անձանձրույթ պիտի աղոթենք։ Գիտեք ինչի։ Ինչ բան է երկնքի արքայությունը եւ այն մարդիկ, ովքեր պիտի հասնեն երկնքի արքայության, ինչ պիտի անեն։ Սուրբ գրքի ուսուցումով եւ եկեղեցական հայրերի եւ սրբերի ուսուցումներով երկնքի արքայությունում մարդը անընդհատ պիտի Աստված փառաբանության մեջ լինի։ Անընդհատ Աստված պիտի փառաբանի։ Եթե մենք այստեղ չսովորենք Աստծուն փառաբանել, մենք չենք կարող հասնել այդ վիճակին։ Այսինքն երկնքի արքայությունը կատարյալ աղոթքի վիճակ է։ Աստծո հետ հարատև եւ անբաժան լինելու վիճակ է։ Եթե մենք այստեղ չենք սովորում Աստծո հետ լինել, չենք սովորում Աստծո ներկայությունը փնտրել, գտնել, վայելել, մենք չենք կարող երկնքի արքայության հասնել։ Ուրեմն շատ կարևոր է, ժողովուրդ ջան, դրա համար Քրիստոսն ասեց անձանձրույթ աղոթեք, հարատև աղոթեք, միշտ աղոթեք եւ օրինակ բերեց այրի կնոջը եւ անիրավ դատավորին։ Դատավոր այրի կնոջ դատը չէր ուզում տեսնել, որովհետեւ ինքը անիրավ էր, այդ կնոջից ակնկալիք օգուտ չուներ, դրա համար դատը չէր անում։ Կինը ի վերջո հասավ իր նպատակին։ Ինչպես համառությամբ այնքան գնաց եկավ, մինչև դատավորը հոգնեց, ինքը չհոգնեց, եթե ինքը հոգներ իր նպատակին չէր հասնի, ինքը այնքան գնաց եկավ, որ դատավորին հոգնացրեց, դատավորն ասեց, վայ, այս կնոջից պրծում չկա, սրա դատը անեմ, թող շառը քաշի գնա, գլուխս ազատեմ սրանից, եւ այդ կնոջ դատը տեսավ։ Հիմա այս օրինակը, վատ օրինակ է, անօրեն դատավորի արածն է, բայց այս օրինակը մեր Տերը բերում է մեզ բան սովորեցնելու համար, ուսուցանելու համար, ասում է տեսեք, եթե անիրավ դատավորը ի վերջո այս կնոջ համառության առաջ, այս կնոջ նպատակասլացության առաջ, այս կնոջ չհոգնելու, հույսը չկտրելու առաջ տեղի տվեց, կնոջ ուզածը շնորհեց իրեն, բա Աստված որ անիրավ չի, բա Աստված որ արդար է, բա Աստված որ մարդասեր է, եթե մենք անդադար խնդրենք, անընդհատ խնդրենք, միթե պիտի չտա մեր խնդրածը մեզ։ Եվ այդ խնդրածից ավելին պիտի լինի, որ մենք անընդհատ Աստծո հետ կլինենք, մենք Աստծո ներկայությունը կվայելենք, մենք Աստծո երանության մեջ կլինենք։ Առակը Փարիսեցու եւ Մաքսավորի Քրիստոս առակի սկզբում ասում է այս առակն էլ ասած նրանց մասին, ովքեր իրենց բարձրացնում են եւ ուրիշներին արհամարում։ Եվ ինչպես մի փարիսեցի, որ Աստծո առաջ կանգնած ինքն իրեն էր գովում, ասում էր ես վատը չեմ, ես այսպիսին չեմ, ես այսպիսին չեմ, ես շնացող չեմ, գող չեմ, ավազակ չեմ, այլ ընդհակառակը ես իմ Աստծո առաջ իմ պարտականությունները բարեխղճորեն կատարում եմ։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս, եւ սրան հակառակ մի Մաքսավոր, որը բոլորի կողմից անարգված էր, արհամարված էր, որտեղ Մաքսավորը նույնն է թե մեղավոր ես ասել, ինչ էր անում,
միայն կուրծքներ ծեծում եւ ասում էր Աստված ների ինձ մեղավորիս։ Եվ Քրիստոսն ասում է, որ սա արդարացավ Աստծո առաջ, ոչ թե մյուսը։ Մյուսը չարդարացավ, մյուսը մեղք գործեց։ Հովան Ոսկեվերանն ասում է, անմտություն է, խելագարություն է կանգնել Աստծո առաջ եւ ինքնագովեստով զբաղվել։ Աստծո առաջ կանգնել եւ հիշել հանկարծ քո բարի գործերը, քո առաքինությունները, թե դու ինչ լավն ես, ինչ լավ բաներ ես արել։ Սա խելագարություն է ուղղակի։ Աստծո առաջ մարդ պիտի խոնարհությամբ կանգնի, որտեղ մենք միայն մեղավոր ենք Աստծո առաջ։ Եթե մի լավ բան կա մեր կյանքում, դա Աստծո պարգևն է։ Իսկ մենք մեզանից միայն մեղավոր ենք ու մեր մեջ միայն չարիք կա։ Եվ առակի վերջում ինչ է ասում։ Ասում է, ով որ ինքն իրեն կխոնարեցնի, Աստված նրան կբարձրացնի։ Եվ ով որ ինքն իրեն կբարձրացնի, Աստված նրան կխոնարեցնի։ Ուրեմն այսօրվա 5-րդ կիրակի խորհուրդը աղոթքն է։ Աղոթքը մարդուն մարդ է դարձնում։ Եվ բազմաթիվ անգամներ ասել եմ, որ շատ տարիներ առաջ ներկա եմ եղել Գարեգին առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի քարոզներից մեկին, հենց մեծ պահքի առիթով, եւ ինչ էր ասում ինքը, բառացի եմ ասում։ Ասում էր այն մարդը, ով որ չի աղոթում, ուզում է լինի նախագահ երկրի, ուզում է լինի վարչապետ, ուզում է լինի ակադեմիկոս, ուզում է լինի մտավորական, գրող, երաժիշտ, անասունից չի տարբերվում, որտեվ մարդը անասունից տարբերվում է նրանով, որ ինքը հոգի ունի, եւ այդ հոգին Աստծո հետ հարաբերության մեջ է, այսինքն աղոթքի մեջ է։ Եթե մարդը դադարում է աղոթել, ինքը դառնում է անասուն։ Ինքը դառնում է անհոգի մեկը, ինքը դառնում է միայն մարմին, զգայարաններ, այլ ոչ հոգի։ Բայց Աստված մեզ անասուն չի ստեղծել, Աստված մեզ մարդ է ստեղծել, բանական, ասուն մարդ է ստեղծել։ Եթե մենք ուզում ենք բարձրանալ մեղավոր վիճակից մեր մարդ կոչումին, պիտի շատ աղոթենք։ Այնքան աղոթենք, որ աղոթելը սիրենք։ Այնքան աղոթենք, որ աղոթքը դառնա մեր ամենափափագելի բանը աշխարհի մեջ։ Ինչի համար, որտեղ այդ աղոթքի ժամանակ մենք Աստծո հետ ենք լինելու։ Մեր հավատքի այդ Գրիգոր Լուսավորիչն ինչ էր ասում։ Ասում էր, խոր վիրապի 15 տարիները 15 օրվա պես անցավ ինձ համար, որովհետև իմ զրուցակիցը Աստված էր այնտեղ, ես Աստծո հետ էի զրուցում, Աստծո ներկայության մեջ էի, եւ Աստծո ներկայության մեջ այդ խոր վիրապի տաժանելի բանտը, որ լցված էր տիղմով, ճահճով, օցերով ու կարիճներով, ասում է, ինձ համար թագավորական ամենա շքեղ պալատներից ավելի շքեղ էր։ Ինչի, որտև Աստված էր այնտեղ ներկա, որպես քրիստոնյա մի մտքի շուրջ մտածենք, ամեն մեկս մեր մեջ մտածենք եւ փորձենք ինչքան գնով կարող ենք ազնիվ մենք մեզ այդ պատասխանը տալ։ Մենք աշխարհի մեջ անկեղծորեն ամենից շատ ինչ կամում ենք սիրում։ Մեր զավակին ենք սիրում, մեր ծնողին ենք սիրում, մեր կնոջը, մեր ամուսնուն ենք սիրում, մեր հայրենիքն ենք սիրում, մեր երկիրն ենք սիրում, նյութական ունեցվածքն ենք սիրում, թե Աստծուն ենք սիրում։ Ճիշտ պատասխանը մեկն է, պիտի ամեն ինչից առավել Աստծուն սիրենք։ Այս առաջին հարցը։ Երկրորդը, աշխարհի մեջ մենք ամենից շատ ինչ անել ենք սիրում, ինչ գործ ենք սիրում։ Շրջագայության գնալ, աշխատել, փող վաստակել, ուտել, խմել, քեֆ անել, մարդկանց հետ շփվել, թե աղոթել։ Այստեղ էլ պատասխանը մեկն է։
աղոթելը պիտի լինի, մեր ամենասիրած գործն ու զբաղմունքը աշխարհի մեջ։ Եվ երրորդ, աշխարհի մեջ մեր ամենափափագելի կերակուրը որն է։ Ամեն մեկը ինչ որ բաներ է սիրում, շատ է սիրում, չափից շատ է սիրում։ Սուրբ հաղորդությունից փափագելի բան պիտի չլինի մեզ համար։ Սուրբ հաղորդությունից համեղ բան պիտի չլինի մեզ համար։ Սուրբ հաղորդությունից ավելի ցանկալի կերակուր մեզ համար պիտի չլինի աշխարհում։ Այս որ ես ասում եմ չի նշանակում, որ ես պես եմ քավ լիցի, մեղա Աստծո, երան թե այդպես լինեի, բայց մենք այդպեսին պիտի լինենք։ Մենք պիտի ամենից շատ սիրենք Աստծուն, ամենից շատ սիրենք աղոթելը եւ ամենից շատ փափագենք Սուրբ հաղորդությունը։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։ Թող Աստված բոլորիս օգնական պահապան լինի։ Օրհնյալ Գեղեցիկ շնորհալ Սուրբ Հոգուն, երթայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։